Սուսաննան ի հայտ եկավ, երբ իրենից թոքախտով վարակված Տերյանը արդեն մահացել էր եւ իրեն հատուկ ոճով փորձեց օգտվել նրա հռչակի դափնիներից, անտեսելով երկրորդ կնոջ Անահիտ Շահիջանյանի եւ նրա դստեր Նվարդի գոյությունը։ Սուսաննա Պախալովա, Տերյանի ճակատագրական կինը, երկրորդ անգամ ամուսնացավ Տերյանի մտերիմ ընկերոջ Ալեքսանդր Միասնիկյանի հետ։ Վերջինիս մայից հետո ջերմ հարաբերություններ հաստատեց Օրջոնիկիձեի եւ Կիրովի հետ, մահացավ 1937 թվականին։ Դերբենցի 17 տարեկան Անահիտ Շահիջանյանը 1917 թվականին սովորելիս է լինում Մոսկվայի կանանց բարձրագույն կուրսերի բնագիտական ֆակուլտետի մաթեմատիկայի բաժնում։ Տերյանի հետ մտերմանում է ծանոթ լինելով ապագա ամուսնու միայնակ եւ լքված, հուսահատ եւ տկար լինելուն։ Արդեն 1919 թվականից նրանք միասին էին եւ ապրում էին մետրոպոլ հյուրանոցում։